Բարեդես սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Այսօր մարտի 1-ն է 2026 թվական։ Ասելով մարտի 1, իհարկե միշտ մտածել ենք, որ դա գարնան առաջի օրն է, բնության զարթոնքն է, բայց 2008 թվականից ամեն մարտի 1, թեպետ դա այն ինչ որ կատարվեց մարտի 1-ին, այնպես չի որ մենակ այդ օրը պետք է հիշենք, բայց ամեն մարտի 1 հիշում ենք սենց շատ մութ, շատ ցուրտ, շատ դաժան զգացողություն է մեր մեջ առաջանում, որովհետև այդ օրը ոչ թե մենակ հարցը նա է, որ 10 հոգի զոհվեց, թեպետ ամեն մարդ մի կյանք է, մի աշխարհ է, բայց զուտ ստեղ քանակի խնդիր չի, սա որակի խնդիր է։ Իշխանությունը որոշում կայացրեց հանձնարարություն տալ կրակել ցուցարարների վրա, մարդկանց վրա փողոցում կրակել։ Եվ համապատասխան պաշտոնյաները այդ հրահանգը կատարեցին։ Ոչ մեկը չասեց, այ աննասուն, այդ ինչ ես ասում։ Ոնց թե դնենք ժողովրդի վրա կրակենք։ Այսինքն նման բան հնարավոր էր։ Եթե մենք հոկտեմբերի 27-ը խոսում ենք, որ շարքային մարդկանց դրդեցին, պայմանավորվեցին, հարցեր լուծեցին, որպեսի ղեկավարությանը գլխատեն, որը աննախադեպ բան էր ու չի մոռացվի երբեք։ Այս դեպքում էլ բարձրաստիճան պաշտոնյաները հստակ հանձնարարություն տվեցին և ուժային կառույցները այդ հանձնարարությունը ի կատարածեցին։ Ոչ մեկը ձեռքը չբռնեց ոչ մեկի։ Այս սա է, ու մինչև այսօր դա չի բացահայտվում։ Շահարկվում է անընդհատ, քաղաքականացվում է անընդհատ, որովհետև օրվա իշխանությունն էլ ցանկանում է դրանից իր դիվիդենտները քաղի, երբ կուզենանք նորից գործ կհարուցենք, երբ կուզենանք այս կանենք, երբ կուզենանք կլռեցնենք, բայց այդպես էլ հարցին չպատասխանենք, ով տվեց այդ հրահանգը և ով կրակեց այդ հրահանգը, բարդ էր այդքան այդ հարցը պարզել։ Դա հո չէր վերաբերվում, որ փամփուշտը ումն էր, կամ ի վերջո ում գնդակը սպանեց ում։ Դա կոնկրետ մարդ, որը հանձնարարություն է տալի, պետական կառավարման համակարգում, քանի տարի է պետք, որպեսզի իմանաք, ով տվեց մարդ սպանելու հրահանգ, և ով դա կատարեց։ Անձը թողնենք, հենց կրակողը ամենավերջինն է, որին պետք է անդրադառնանք։ Դե նա ձգանը քաշողն էր։ Ձգանը քաշողին ով հրաման տվեց, որ ուժային կառույցը ասեց հարց չկա, շեֆ ջան, գնանք կրակենք մարդկանց հանուն քո իշխանությունը պահելու։ Եվ դրան մենք երբեք չենք մոռանալու դա ու մշտապես անդրադառնալու ենք, որովհետև դա մեր կյանքում իսկապես բան փոխեց։ Իսկ հիմա նայենք ինչ է կատարվում աշխարհում, եթե ժամանակ մնա ընտրությունների թեմայից կխոսենք, բայց ամենակարևոր թեման այսօր Իրանի թեման է, մենք տեսնում ենք իրավիճակը ինչքան լարված է, ինչ է կատարվում, ես ուղղակի սենց սխեմատիկ կերպով մի քանի բան ասեմ, նոր անցնենք ընթացիկ քննարկումներին։ Հարց համար 1. Պարբերաբար խոսել ենք այդ մասին, որ մեր իշխանությունները չափից շատ ջերմ հարաբերություններ են ցուցաբերում Իրանին, առանց հասկանալու աշխարհում ինչ է կատարվում։ Կարելի է շատ զուսպ լինել հարևանիդ հետ կապված, մենք Իրանի հետ կապված պրոբլեմ չունենք, բայց շատ ենք ասել, որ բայց Իրանը պրոբլեմներ ունի ուրիշների հետ, ու մեզ պետք չի այդ պրոբլեմը մեր վրա վերցնել։ Մենք պետք է պահպանենք ակտիվ չեզոքություն։ Նույնիսկ եթե իմանանք 100%-ով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կտապալեն Իրանին, միևնույնն է, դա մեզ շահերից չի բխում, որ որևէ մեկը թռչկոտալով երջանկացած ասի, տեսակ ինչ եղավ, մենք արև մտամետ ենք, Ամերիկան ոնց տեղը դրեց, ոչ ժողովուրդ ջան, Իրանը մեր հարևանն է, որի պարագայում նույնիսկ ընդեղի ցուցարարը, որը որ պայքարում է կրոնապետության դեմ, նա մտածում է, ասում է, լավ, ես պայքարում եմ, դուք եք ինչ եք ոգևորվել ինգել քուչեքը, ձեզ ինչ թե մեր մոտ կրոնապետությունա, թե միապետությունա։ Այսինքն, այո, մենք պետք է իհարկե ես ակնարկել եմ, ավելի շատ չեմ ուզեցել նենց կոնկրետ նշել, որովհետև ի վերջո նույնիսկ եթե ես պաշտոնյա չեմ այնուամենայնիվ որպես հրապարակային գործիչ, հարևան երկրից էլ են հետևում, չէ՞ ով ինչ է խոսում։ Իհարկե ասել եմ, որ մեզ համար շատ լավ կլինի, որ Իրանը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկեր պետություն, մենք մի պրոբլեմից կազատվենք, որպեսզի ընտրություն կատարենք Իրանի և Ամերիկայի միջև, այն դեպքում, երբ որ մենք ակտիվ չեզոքություն, այդպես էլ չենք կարողանում պահպանել։ Բայց մենք վատը նա է, որ մենք նույնիսկ եթե համարենք, որ Ամերիկան Իրանում իր կարգերը հաստատի, մենք Ամերիկայի գործընկերը չենք, մեզ դրանից ինչ։
մի հատ ճանապարհը մեր մոտով անցնելը դառնանք գործընկեր։ Նրա գործընկերն է Թուրքիան, նրա գործընկերն է Ադրբեջանը, վաղն էլ ենթադրենք Իրանը, մեզ դրանից ինչ։ Իհարկե այդտեղ լուրջ անելիք ունենք, իհարկե մենք անելիք ունենք, որ կարողանանք Իսրայելի հետ մեր հարաբերությունները տենց է չկարողացանք կարգավորենք, բայց միևնույնն է, եթե Իսրայելը հարվածում է Իրանին, եթե նույնիսկ մենք 100%-ով իմանանք, որ Իսրայելի հարվածելուց հետո հաջողություն կունենա, մենք չպետք է ողջունենք դա, որովհետև աշխարհում քանի երկիր կողջունի մեր քայլը, որ մենք ողջունում ենք Իսրայելի քայլը։ Մի քիչ դա էլ է պետք հասկանալ էլի։ Հարաբերություն կարգավորելը դա հարցի մի կողմն է, ողջունել լրիվ ուրիշ։ Ու դա մենակ Իսրայելին չի վերաբերվում։ Եթե 20 տարուց ավել ասել են, որ մենք պետք է ռազմաքաղաքական ու տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն հաստատենք Ամերիկայի հետ, բայց դա չի նշանակում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն ինչ որ Իրանում անում է, բոլորը միջազգային օրենքի շրջանակներում է։ Ամերիկան ուժի դիրքից դա կարող է անի։ Մենք որ ողջունենք դրա տակից դուրս կգանք, Ամերիկան իր արածի տակից դուրս կգա։ Այսինքն երբ որ ասում ենք ակտիվ չեզոքություն, հենց դա է նկատի ունենք։ Երբ որ ասում ենք հարգելի իշխանություններ, գլխապատառ մի գցվեք Իրանի տարբեր պաշտոնյաներին, ողջունեք ու ծրագրերից խոսեք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը Մասուդ Փեզեշքյանի հետ, տեսեք ինչ ծրագրեր արել, մենք պետք է կատարենք ռազմավարական գործընկերություն, պետք է հաստատենք, պաշտպանության նախարարին ուղարկել ես այնտեղ, գնացել է բոլորի հետ հանդիպումը, ժամանակ եք գտե ռազմատեխնիկական համագործակցությունից խոսել, կամ կանգնում եք դատապարտում եք Իսրայելին ու Ամերիկային, որ հարվածել է նախորդ պատերազմի ժամանակ Իրանին, դառնում ես կոնֆլիկտի կողմ, քեզ ինչ, դա քո ջիհադն է, դա քո սրբազան պատերազմն է, ինչ գործ ունես, որ դատապարտես մեկին, պաշտպանես մյուսին, այն էլ են Իրանին պաշտպանես, որը որ գնաց իսլամական համագործակցության կազմակերպության ժամանակ քվեարկեց Հայաստանի դեմ, դատապարտեց Հայաստանի, թե ինչի 300,000 փախստական չես բերում, կամ ինչի 150 միլիարդ ռազմատուգանք չես վճարում Ադրբեջանին, դա եք ուզում, բայց սա ենք այս ամեն ինչը ասում, ու միևնույնն է, նորից եմ ասում, անկախ արդյունքներից, մենք պետք է լինենք զուսպ, հավասարակշռված եւ թող իրանք իրենց քայլերը անեն ու այդ անհավասարակշիռ քայլերի մեջ նաեւ մտնում էր Իրանի հետ կապված այդ քայլերն անելը, որ դա մեզ ինչ տվեց կամ ինչա տալու։ Իրանի այնքան էիք Իրանին հավատարմության երթում տվել, որ Իրանի նորանշանակ լիազոր արտակարգ եւ լիազոր դեսպանն եկել էր Հայաստանում, լկտի ձևով խոսում էր Հայաստանի իշխանությունների հասցեին, թե ինչ եք թույլ տալիս հավաքներ են անցկացնում դեսպանատան առաջ, Իրանից հետևում են ու դա ձեր արածը չի մոռացվի, նրանք գիտեն ինչա, որևէ դիվանագիտական խոսույթ չկար դրա մեջ։ Եվ ինչ տեղի ունեցավ, մեր իշխանությունները պարզաբանեցին, որ մեր մոտ խաղաղ ցույցերը կարելի է, ինչի եք մեզ մեղադրում, հաջորդ օրը խաղաղ ցույցերի մարդկանց քաշտալով տարան, որպեսզի կատարեն Իրանի այսօրվա իշխանության հանձնարարությունը։ Ձեր ինչի՞ր էր պետք դա։ Հիմա այսօր կոնկրետ դա ի՞նչ է տալի։ Եթե ոչ մի բանից չեք հասկանում, լրիվ խառնել եք իրար, եք մնացել է մի օր պերաշկի ուտեք, մի օր էլ եգիպտացորեն, բա ինչ անեք, բթան որ քայլ անեք, ինչ պետք է անեք, բայց սա է այս ամեն ինչը, որ բա այդքան լավ ակնարկն էլ չեք հասկանում, բա չեք ասում լավ, այս մարդն իրան ճղում է, ասում է Իրանի հետ կապված այդ ջերմ քայլերը ցույց մի տվեք, ժողովուրդ բարդ է այդքան հասկանալ, ինչի է այդ լավ ինչ է պատահել, որ այդքան ասում են ժողովուրդ մի արեք, մի ուղարկեք պաշտոնյա, որը գնա բոլոր պաշտոնյաների հետ հանդիպի, որտեվ այդ գրասենյակները, այդ աշխատավայրերը, այդ ամեն ինչը այլևս վաղուց վերահսկողության տակը հարվածի տակը ալնելու, բարդ է այդքան։ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20%-ը, որտեղով իրականացում են նաև գազի փոխադրում։ Իրանի բարձրագույն խորհրդատվական մարմնի խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային հայտնում է. Իրանը փակում է ԱՄՆ նավերի մուտքը Պարսից ծոց, այսօրվանից ոչ մի ամերիկյան նավ իրավունք չունի մուտք գործել Պարսից ծոց։ Իհարկե Հորմուզի նեղուցը
Օմանի ծոցով որ գալիս է արաբական ծով դուրս գալու մինչև Հնդկական օվկիանոս, այդ ճանապարհով գալիս է, դա արաբական երկրների նավթի հետ կողմով անցնում, Պարսից ծոցով որ գալիս է, երեք արդեն խոսում ենք, որ նրանք ասում են փակելու են, այսօր արդեն պաշտոնապես հայտարարում են, որ փակել են այդ նավերի համար, եւ նաեւ երեք խոսում ենք նրա մասին, որ եթե Դոնալդ Տրամպը լրջագույն քայլեր չանի, ինքը խնդիր կունենա իր արաբական բարեկամ պետությունների հետ, որտեղ այն բոլոր բարեկամ պետությունները, որոնք տուժելու են, նրանք բոլորը Միացյալ Նահանգների բարեկամ պետություններ են։ Եվ այդ դեպքում հարցը առաջանում է, ինչ էր կատարվում։ Եթե գիտեիր, որ այդ բազաներին պատասխան հարված է Իրանը հասցնելու, ինչի այդ բազաները մարդ թողեցիր, չէ՞ որ դու կարայիր ուրիշ տեղերից էլ հարված հասցնեիր։ Բահավիակիրները այդ ինչի էիր բերել։ Եվ այդ պարագայում ստացվեց, որ այդ երկրները պատասխան հարված կերան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դրա դեմը չառավ։ Հաջորդը Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասեց, որ անվտանգ չի Պարսից ծոցը, Հորմուզի նեղուցով անցնելը, որի պարագայում այդ մարդկանց նավթը դուրս չի գալ, այնտեղ կանգնած է։ Իսկ մարդիկ մտածում են, սա ինչ խաղ է, բայց եթե դու մեր բարեկամն ես, հիմա ինչ է եղել, վաղ ես գտել Վենեսուելայի անորակ նավթը իրացնելու, թե նորից վաղ ես գտել, որ այսինքն այդ հարցով նենց անես, որ Չինաստանը տուժի, բայց շատ բարեկամ պետությունների հետ կապված դա խնդիր է առաջացնելու, կասկած է առաջացնելու։ Ամեն դեպքում պետք է մտածեն լուծումները գտնելու ուղղությամբ։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ կիրակի օրը երկրում կստեղծվի առաջնորդության անցումային խորհուրդ։ Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո պետական գործերը կառավարելու համար երկիրը պատրաստվում է հետագա առճակատման ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ օրեր տևող ինտենսիվ ռազմական սրացումից հետո։ Իհարկե երեք մենք խոսում ենք, երբ որ ասում ենք չգիտենք Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է թե ոչ, դեռ պաշտոնական հայտարարություն չկար, բայց երեք ինչ էինք ասում, 87 տարեկան է, համարեք մեռել է, վերջ։ Իրանից առաջ 87 տարի ապրել էր Իմամ Խամենեին։ Այդ մարդկանց համար այդ թիվը նորմալ թիվ է, ինչ է եղել։ Կարող առողջական պատճառով էլ մահանալ։ Նրա տեղը ուրիշին են դնելու։ Դուք մտածեք հետագա քայլերը ինչ է ալնելու։ Նրա վերանալով խնդիրը չի լուծվելու։ Իսկ եթե մի քիչ երկարեց, դա խնդրեմ է առաջացնելու։ Որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները հատուկ ռազմական գործողություն անել է, դեռ կարող է նախագահի լիազորությունների շրջանակում անի։ Մի քիչ ավելի երկարեց, պատասխան հարվածներ ստացան, մի քիչ խնդիր առաջացավ, կոնգրեսը կասի դու լիազորություններդ գերազանցել ես։ Իհարկե, եթե տեսնեն լավ լուրջ հաջողություններ, շոշափելի հաջողություն, կասեն հա լավ, նորմալ է, արել է, լավ արել, ոնց որ թե մեր համար շատ հարմար է։ Իսկ եթե դա չեղավ, արդեն պետք է ուզենան պատասխանատվությունը կոնկրետ գցեն նախագահի վրա, թե ես ինչ ես քեզ ու գլուխ բաներ անում։ Թրամփն էլ է շտապում, որ շատ արագ հարցը լուծի, քանի կարող է իր լիազորությունների շրջանակում դա անի։ Մի քիչ էլ եթե չհաջողվեց դա անել, դա իր համար խնդիր է առաջացնելու նաև առաջիկա ընտրությունների համար։ Իրանի սահմանադրության համաձայն գերագույն առաջնորդի մահվան դեպքում կարող է ձևավորվել ղեկավարման ժամանակավոր կառույց։ Խորհրդի ստեղծումը վկայում է Թեհրանի ջանքերի մասին պահպանելու ինստիտուցիոնալ վերահսկողությունը, աճող անորոշության, ինչպես նաև ներքին եւ արտաքին ճնշումների մասին։ Աննախադեպ հարվածներ են հասցրել Իսրայելը եւ Միացյալ Նահանգները, շատ լուրջ ծանր հարվածներ հասցրել բարձր պաշտոնյաների ոչնչացրել, այդ էլ ենք հասկանում նաև բարձրաստիճան սպայական կազմից, բայց միևնույնն է, այն նպատակը, որ դրել են, այնուամենիվ դրան չհասան, դա էլ պետք է ուշադիր լինել, որտեղ իրանք հույս ունեին, որ այդ հարվածով համենայն դեպս իշխանությունը տապալվելու է, բայց իշխանությունը դեռ չի տապալվել։ Այդ է հարցը։ Շատ լավ էին նախապատրաստել, որ նենց հարված են կործանարար լինի, բայց նենց չհարվածեցին, որ այսօր արդեն ըստ Դոնալդ Թրամփի հաշվարկի պետք է այլևս Իրանում իշխանությունը փոխված լիներ։ Երեքն է այդ հույսը ուներ, որ զենքը վայր են դնելու։ Երեք ասել էր մինչև երեկո զենքը վայր դրեք, որ խնդիր չունենաք, բայց զենքը վայր չդրեցին եւ պատասխան հարվածներ են հասցնում։ Այսինքն իրանց ակնկալիքը այնուամենայնիվ չստացվեց։ Իսկ դա նշանակում է, որ դա լրացուցիչ լարվածություն է նաեւ մեզ համար, թե ինչ լուծում ի վերջո կգտնվի։ Իսկ հիմա այսօր արդեն տարածվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միշտ գերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Իհարկե որ այսօր դա արել են, հետո էլ գնացել են նորից այցելությունների, հասկացանք, բայց հարցը ուրիշ է, իսկ
Երեք ինչով էիք զբաղված։ Քարոզարշավը դադարացնեիք այդ հարցերը քննարկեիք։ Մի օր առաջ դուք անվտանգության խորհրդի նիստ էիք արել, այդ մի օր առաջ արած անվտանգության խորհրդի նիստի հետ կապված Իրանի հետ կապված բան չէիք քննարկել, որովհետև դուք ընդհանրապես պատկերացում չունեք ինչա կատարվում ձեր շուրջ։ Ու նաև ասում եք, որ բամեզ ինչ դահում եք ներքաշված չենք այդ պատերազմի մեջ։ Իրոք համարում եք, որ այդ պատերազմը մեզ չի վերաբերվում։ Ես էլ ուղղակի արել են, որ ասեն դե լավ էլի մենք էլ ենք տեղյակ թե ինչ ա կատարում։ Տեսանք դուք ինչին եք տեղյակ երեք։ Տեսանք պաշտպանության նախարարն ինչ էր անում Իրանում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային ասել է. երկրի պաշտպանության հարցում մենք կարմիր գծեր չունենք, Իրանն ամբողջ կարողությամբ պատասխանելու է հակառակորդի հարձակումներին։ Տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախների դեմ Իրանի հարվածները օրինական են եւ որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։ Մեր ինքնապաշտպանության շրջանակում մենք ստիպված ենք հարվածել հակառակորդի ագրեսիայի աղբյուրներին։ Միևնույն ժամանակ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունենք բարեկամական հարաբերություններ։ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք չեն հետևում որևէ օրենքի, բացի ջունգլիների օրենքից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. մենք փոխգործակցում ենք հարևան եղբայրական երկրների գործընկերների հետ, պարզաբանելու համար, որ Իրանը բացառապես իրականացնում է ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Իրանը ձեռքերը ծալած չի նստի, երբ ԱՄՆ-ն հարձակվում է մեր ժողովրդի վրա։ Ցավում ենք, որ թիրախները գտնվում են բարեկամ պետություններում։ Հիմա դուք տեսնում եք, ասենքն տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, նոր իշխանություն ձևավորելը, պատասխան հարվածներ հասցնելը, դուք հասկանում եք այդ լարվածությունը ինչ աստիճանի կարող է հասնել։ Իրանի պաշտպանության և ներքին գործերի նախկին նախարար Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր հրամանատար։ Այսինքն էդ էլ որ նրան ոչնչացել են, այնպես չի որ ոչնչացրեցին ու պարալիզվեց։ Դրա փոխարեն մի ուրիշին են դրել։ Հա մի հատ բան էլ էին տարածել, չգիտեմ նույնիսկ այդպես է թե չէ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ամիսներ շարունակ երկրում գտնվելու պարագայում մասնակցում էր կիրակնօրյա պատարակների, այսօր ավելի կարևոր գործով էր զբաղված, այն է նախընտրական հանդիպումներ էր անցկացնում Դիլիջանում։ Ես չգիտեմ իհարկե եկեղեցի մտել է թե չէ, բայց որքան գիտեմ ինքը բոլոր տարբեր տեղեր մտնում էր, որպեսզի հոգևոր նորոգում անցկացներ, որովհետև այդ հոգևոր փինաչին պետք է մտներ իր հետ էլ շրջիկ ջոկատները տաներ, այնտեղ գնային, այնտեղ գնար չոքեր կրիմինալի առաջ, որոնց ինքը կարգել էր որպես նորոգողներ, իբր թե Աստծո առաջ աչոքում, թե երբ կբանը կճոյանը դարել Աստված, ես չգիտեմ, կարող է տենց է, կարող է մարդը այնքան փող ունի, կարող նաև Աստծո տեղ գնա, ասի արի ձեռքս համբուրի ձեռիս գիրկը եւ դեմս չոքի, իբր թե Աստծո առաջ ես չոքում։ Հիմա էլ դե այսօր ինչ բան է նորոգի զբաղված մարդը, ու դեռ պարապը չի։ Ընկել է այնտեղ գյուղերա գնում, հարցերա քննարկում, հարցերա լուծում։ Այսինքն եթե դու դա ավանդույթ ես սարքել, բանեիր, գնայիր, տեսնեիր, ինչա, կիսատես թողել հոգևոր նորոգելու գործերը։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը հայտարարել է. մենք պատրաստվել էինք բոլոր սցենարներին եւ նույնիսկ Իմամ Խամեյնիի մահվան դեպքի համար ծրագիր էր նախատեսված։ Իսլամական Հանրապետության համար այս պատերազմը սոսկ գոյաբանական չէ, եկել է վերջնական հատուցման ժամանակը։ Հաշիվներ կմաքրենք ամերիկացիների եւ իսրայելցիների հետ։ Դուք հատել եք մեր կարմիր գիծը, մենք ձեզ այնպիսի կործանարար հարվածներ կհասցնենք, որ դուք ինքներդ ստիպված կլինեք գթություն խնդրել, եզրափակել է Ղալիբաֆը։ Իհարկե մի քիչ շատ ճոռոմ խոսակցություն այն ինչ որ ինքը ասում է, որտեղ այնպես չի որ ինքը կկարողանա Ամերիկայի Միացյալ Նահանգներին կործանարար հարվածներ հասցնի, եւ բայց հիմա այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ Իսրայելն էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի շարքից հանեն այն արսենալը, որը ունի Իրանը, որպեսզի չկարողանա պատասխան հարված հասցնի Իսրայելին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի եւ ԱՄՆ-ի նկատմամբ ամենակործանարար հարձակումների մոտալուտ սկզբի մասին, Արևմտյան Ասիայում ամերիկյան 27 ռազմաբազաների վրա հարձակումների նոր ալիքի մասին։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության մեջ ամենածանր հարձակողական գործողությունները շուտով կսկսվեն։
ուղղված օկուպացված տարածքների և ամերիկացի ահաբեկիչների ռազմակայաններին։ Իրանի նախարարների կաբինետը հայտարարել է, որ այս մեծ հանցագործությունը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունը երբեք անպատասխան չի մնա և կբացի նոր էջ իսլամական աշխարհի պատմության մեջ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումները Իրանի վրա կդառնան զանգվածային ապստամբության սկիզբ համաշխարհային ճնշողների դեմ պայքարում։ Տեսնում եք, որ այսինքն բոլոր կառույցները դեռ վերահսկողությունից դուրս եկած չեն, ժողովուրդը փողոց չի լցվել, եթե նույնիսկ որոշակի տեղեր դժգոհություններ լինում է, այնուամենայնիվ դրսից հասցված հարվածները դժվարացնում է, որ երկրի ներսում ոտքի կանգնեն և ողջունեն դրսից հարվածները, արդյունքում որ ասեն, որ տեսեք, եկան իրանք հարվածեցին և մենք կարող ենք իշխանությունը վերցնել, որովհետև այդ հարցերը համենայն դեպս շատ նուրբ հարց է, որ ոնց դու ողջունես դրսից քո պետությանը տված հարվածների պարագայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին զգուշացրել է հարվածների նոր ալիքից։ Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ հզոր հարված է հասցնելու, ավելի հզոր, քան երբևէ, սակայն ավելի լավ է դա չանեն, քանի որ եթե անեն, մենք նրանց կհարվածենք նախկինում չտեսնված ուժով, գրել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն սա էլ դուք տեսնում եք լարվածության աստիճանը, որ Իրանը ասում է պատասխանելու է, Ամերիկան ավելի ծանր հարվածներ է հասցրել։ Ու այնպես չի, որ Ամերիկայի հասցված հարվածները շատերը ողջունում են։ Մի հատ տեսեք աշխարհում քանի երկիր է ողջունել, շատերը մտահոգություն են հայտնում, անգամ Եվրոպայի երկրները նենց զուսպ դատապարտող բաներ են ասում, հա, այսպես կոշտ ձևով չեն հակադարձում Միացյալ Նահանգներին, բայց եւ միևնույն ժամանակ եւ մեղադրում են Իրանին, որ խփել է հարևան երկրներին եւ նաեւ խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ-ի բանաձևերից ընդհանրապես պետության հետ կապված որոշումների, այսինքն այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերը ողջունվում են։ Բայց այդպես սկսելա դեպի առաջ գնա, այս երկրորդը էլ չի կարա կիսատ թողի, Իրանին դարձել ես վիրավոր գազան, եթե դու սենց կիսատ թողես պատկերացնում ես, ինչ կարող է տեղի ունենա։ Ու այդ ժամանակ մենք խնդիր կունենանք, որ կասի այդ ինչ Ամերիկայի երկաթգիծ ես բերեմ անցկացնում իմ հարևանությամբ, այդ Ամերիկան քո բարեկամն է, ուրեմն դու իմ թշնամին ես։ Մենք անիմաստ տեղը, երբ որ կոնֆլիկտի կողմ ենք դառնում, դա ենք ասում։ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը հայտարարել է. Իրանի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը կստանձնեն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պարտականությունները։ Այաթոլլահ Ալի Ռեզա Արաֆին ընդգրկվել է Իրանի ղեկավար խորհրդի կազմում, որը ժամանակավորապես կառավարում է երկիրը մինչև նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։ Հիմա այսինքն տեսակ, որ ի վերջո փոխարինողի հարցը կլուծեն եւ շարունակում են, այսինքն դեռ պետությունը պարալիզված չէ։ Այսինքն նշանակում է այն սպասելիքները, որ հենց կհարվածենք, դա կործանարար կլինի, դա այդքան էլ այդպես չի։ Դրա համար երբ որ ասում ենք, որ ակտիվ չեզոքություն եւ զգուշավորություն հայտարարություններում եւ ձևակերպումներում եւ ամեն ինչում հենց դրա համար, որովհետեւ երբ որ արդեն գնում ես ամեն գնով վերացնելու ճանապարհով, հնարավոր չի մնաս խաղի կանոնների մեջ, դա վերաբերում է եւ Իսրայելին եւ Ամերիկային։ Դրա համար նույնիսկ մտքում եթե ինչ-որ բանից ուրախանում եք, մտքում ուրախացեք, որ կասեք այս ինչ լավ է, սենց եղավ, բայց ոչ հրապարակային, որտեղ ի վերջո քո հարևանն է, որ վաղը մյուս օրը պետք է մոռանան, թե ինչ առիթով էիր դու ոգևորված, այլ պետք է հիշեն, որ դու ոգևորված էիր, երբ որ իրանց քաղաքները հրթիռակոծում էին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնության գալը դարձել է ավելի հեշտ, քան մեկ օր առաջ, Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածներից հետո, որոնք ի թիվս այլնի հանգեցրել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մահվանը։ Չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը այդ հարցում այդ լավատեսությունը հաստատ չեն կիսում, որ ինքը իրան թվում է, թե հիմա ավելի հեշտ բանակցություններ կվարեն, ավելի հեշտ հարցերը կլուծեն։ Նոր իշխանություններ կարող է նշանակեն եւ այդ նոր իշխանությունները ասեն, այն ինչ հարված որ հասցրել եք, ավելի անզիջում մտնեն։ Այնպես չի, եթե դու չես պարալիզել, եթե չես կործանել, նշանակում է ավելի վատ վիճակի ես առայժմ։ Ավելի դժվար է բանակցելու այս սրանց հետ, քան նրանց հետ, որովհետև սրանց հետ կապված ավելի ուրիշ բեռավերներ է դրած։ Այսինքն հուստ ունենալ, որ հիմա վախից կգան կնստեն կբանակցեն, դա այդքան էլ այդպես չի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է. Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունը չի մնա անպատասխան եւ կբացի նոր էջ իսլամական եւ շիա աշխարհի պատմության մեջ։ Փեզեշքյանն ավելացրել է, որ իսլամական ժողովրդի եւ աշխարհի ազատ ժողովուրդների աջակցությամբ սպանության մեջ ներգրավված մեղավորները եւ հրամանատարները կզղջան իրենց արածի համար։ Սա այն վիճակն է, որ տեսնում եք, որ այո, առաջի օրը չհաջողվեց պարալիզել երկիրը, չհաջողվեց ուղղակի կործանել, ժողովուրդը փողոց չլցվեց եւ իշխանությունը չվերցրեց։ Մասուդ Փեզեշքյան, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հզորությամբ գործում են եւ կգործեն ոչնչացնելու թշնամու բազաները եւ ինչպես միշտ հիասթափեցնելու են թշնամիներին։ Աղոթեք, որ Աստված մեզ չամաչեցնի մեր երկրի բնակիչների առաջ եւ մենք կարողանանք լինել իրավունքի եւ արդարության ուղու ճիշտ հետևորդներ։ Իհարկե շարունակում է, հետև Իսրայելն էլ հասկանում է, որ վիճակն ինչպիսին է, նաև պատասխան հարվածներ ստանալուց հետո պետք է ճնշումը մեծացնի ուզի թե չուզի, այլևս կիսատ թողելու տեղ չկա։ Իսրայելի զինված ուժերը սկսել են Իրանի վրա հարվածների նորալիք, հարձակման նպատակներն են Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը եւ բալիստիկ հրթիռները։ Ռեզա Փահլավին Իրանի արտաքսված վերջին շահի որդին ողջունել է Ալի Խամենեիի մահը։ Ալի Խամենեիի մեր ժամանակների արյուն ծարավ զահակ Իրանի ամենահամարձակ որդիների եւ դուստրերի տասնյակ հազարավոր սպանությունների գործիչը ջնջվել է պատմության էջից։ Նրա մահվան Իսլամական Հանրապետությունը փաստացի դադարել է գոյություն ունենալ եւ շուտով կուղարկվի պատմության աղբանոցը։ Սա մեր մեծ ազգային տոնի սկիզբն է, բայց սա ճանապարհի վերջը չէ, ասել է Փահլավին։ Էլի մեկ անգամ եւս ասեմ, որ շատ վատ PR շիկ ունի ինքը, ֆանտաստիկ փողատեր մարդ է, Ամերիկայում էլ ապրող, շատ վատ են իրան օգնում, որ ինքը այս հարվածներից հետո տոնից ու հաջողություններից է խոսում, ինքը մտահոգություններից պետք է խոսա, ինքը պետք է խոսա, որ ինքը պետք է գար այդ վիճակից երկիրը հանել, եւ այս ամեն ինչը աղետի հետ կապված ինչից է առաջացել, որ այդպես է։ Երեխու պես ոգևորվել, ուրախացել է, տեսակ մերոնք խփին, էսա ես գալիս եմ։ Դա շատ վատ է ընդունվում նույնիսկ նրանց կողմից, ովքեր համակրում են Ռեզա Փահլավիին, ովքեր կողմ են կրոնապետության տապալմանը։ Շատ անզգուշ է ինքը իրան պահում, ասեմ ձեզ, որ սա լավ չի ընդունվում, հաստատ, որովհետև տեսնում ես քո երկիրը դրած հարվածում են, կործանում են, ինչից ես ոգևորվել, ինչ տոնակատարություն է մոտդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է. զանգվածային եւ կետային ռմբակոծությունները կշարունակվեն անընդհատ ողջ շաբաթվա ընթացքում, կամ այնքան, որքան կպահանջվի առաջադրված նպատակներին հասնելու համար։ Խաղաղություն Մերձավոր Արևելքում եւ ըստ էության ողջ աշխարհում։ Այսինքն սա նենց չի, որ Մերձավոր Արևելքում սա խաղաղություն հաստատելու համար է, ուղղակի շատ ենք խոսել այդ մասին, որ Իսրայելը վախենում էր, որ ժամանակը ի վնաս Իրանն է աշխատում, եթե հանկարծ բալիստիկ հրթիռների քանակը ավելացնեն, իսկ ինքը երկաթե գմբեթը ցույց տվեց, որ չկարողացավ պաշտպանվել, որտեղ շատ մեծ ինտենսիվությամբ էր Իսրայելը ներողություն, Իրանը հարվածում 12-օրյա պատերազմի ժամանակ, հասկացավ, որ եթե շարքից չհանեն, իրանք խնդիր են ունենալու։ Դոնալդ Թրամփը գնաց Իրանն էլ այդ ընթացքում բալիստիկ հրթիռների քանակն ավելացրեց, հետագայում այդ հարվածը ուտելու է Իսրայելը։ Առավել ևս, որ նախկին հարվածների նախաձեռնությունը Իսրայելինն էր։ Այսինքն ինքը ուղղակի գնաց վաբանկ, այսպես ասած, կամ մենք կկործանենք Իրանը, կամ խնդիր կունենանք, որովհետև այլապես հետո շատ կդժվարանա վիճակը։ Ամեն դեպքում այնպես չի, որ իրանց հաշվարկը շատ ստույգ, շատ ճիշտ հաշվարկ է։ Ուղղակի իրանք համարել են, որ սա հուսահատ հաշվարկ է, եթե մի քիչ ուշացնեն, խնդիր կունենան։ Շիա ականավոր գործիչ մեծն Այաթոլլահ Նասեր Մաքարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի եւ Իսրայելի դեմ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիի սպանությունից հետո նահատակ առաջնորդի արյան համար վրեժխնդիր լինելը ողջ աշխարհի մուսուլմանների կրոնական պարտքն է։ Իրանի ժողովուրդը եւ իսլամական աշխարհը ծարավ են վրեժնուտելու հեղափոխության անմեղ սպանված առաջնորդի արյան համար։ Աշխարհի բոլոր մուսուլմանների կրոնական պարտականությունն է արմատախիլ անել այս հանցագործների չարիքը աշխարհից։ Իդեպ ասեմ ձեզ, նաև դուք ուշադրություն դարձել եք, որ տարբեր անգամներ Միացյալ Նահանգները որտեղ պատերազմի մեջ մտել է, դաշնակիցները բոլորը կողքը կանգնած են եղել ամուր ձևով, աջակցել են պատասխան հարված նաև Իսրայելին, բոլոր հարցերում աջակցել են իրանց, նորություն չի դա, բայց այս անգամ ինչպես տեսնում եք, ոնց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին է այս ամեն ինչը իրականացնում, ողջ պատասխանատվությունը վերցնելով իրենց վրա։ Դրա համար պետք է գործեն առանց սխալվելու իրավունքի, այլապես պատկերացնում եք հետևանքները ինչ կարող է լինել։
Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի եւ նրա հարազատների սպանությունը տեղի է ունեցել մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ։ Ով ասեր, բայց որ հարևանի տուն է իր մտել, ասում էր մեզ սլավոնական եղբայրն ենք, մի ազգ ենք, այդ քո արածը ցինիկ չէր։ Անվտանգության խորհրդի մշտական անդամ ես։ Դու ինքդ այդ խաղի կանոնները խախտեցիր։ Ամերիկայի արածը ով քննադատի, գոնե դու հաստատ դրա տեղը չունես, էլի։ Ընդունեք խորին ցավակցություններս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեի եւ նրա ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ, որը կատարվել է մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտմամբ, մեր երկրում Այաթոլլահ Խամենեին կհիշեն որպես ականավոր պետական գործչի, որը հսկայական անձնական ավանդ է ունեցել ռուս-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման եւ դրանք համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի հասնելու համար։ Բացի այն, որ ամենացինիկը Պուտինն է, որ ուրիշի արածին քննադատում, եւ երկրորդ, բա որտեղ մնաց քո աջակցությունը Իրանին։ Այդ ուր է քո հակաօթային համակարգերը պաշտպանության։ Այդ ուր է քո աջակցությունը։ Բայց այդքան Իրանը քեզ օգնեց Ուկրաինայի հետ կապված հարցերում։ Բա դու կարողացար Իրան օգնես։ Այս հարվածները, որ հասցնում են, բա ուր է քո համակարգերը։ Այդ մենակ մի հատ ցավակցություն հայտնելն է կամ էլ թե չէ մի հատ գնահատական տալը, քանի պետության ես խաբել, որ դու նրանց տեր ես, որ դու նրանց դաշնակիցն ես, հլա տեսնեք մի հատ ձեր խաթրին կպնողը լինի։ Այդ Հայաստանն էր միամիտ, հենց գիտեր, որ ինքն է մեղավոր, որ ռուսները քաղցր աչքով մեզ չեն նայում, կարող է մի բան են չեն կարել, բա էլ ով է տենց մտածում։ Սիրիան էլ մի բան են չեր արել, Վենեսուելան, Կուբան, Իրանը, որ մեկը ասեք։ Այդ պետությունը փուչիկ է հիմա։ Եվ դեռ կան մարդիկ, ովքեր հույս են պահում, որ այդ պետությունը պետք է մեր թասիբը պահի, մի հատ թողինք իր թասիբը պահի, նայենք ձևը սովորենք։ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Արել Լալիջանին գրել է. մենք չենք ձգտում հարձակվել տարածաշրջանի երկրների վրա, բայց երբ ձեր երկրում գտնվող ԱՄՆ բազաներն օգտագործում են մեր դեմ, երբ ԱՄՆ գործողությունները իրականացնում հենվելով այդ ուժերի վրա, կհարվածենք այդ բազաներին։ Այդ բազաները տվյալ երկրի մաս չեն, դրանք ԱՄՆ-ի հողերն են, գրել է Լալիջանին։ Այսինքն սա էլ մենք ուշադրություն դարձնենք, որ չեն վախենում, որ կարող է հարաբերությունները փչացնել իրենց հարևան արաբական երկրների հետ։ Բազա եք տրամադրել, հոժառակամ, երբ որ գիտեիք, որ մենք պատասխան ենք տալու, Ամերիկան թող հաներ իր բազայից բոլորին, իր ավիակիրներից թող հարվածները հասցներ։ Ինչի չարեց, ավիակիրները բավարար չէին։ Եթե ինքը դա արեց, նշանակում է դուք լավ էլ գիտեիք, որ պատասխան պետք է ստանաք։ Հաստատվել է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը սպանվել է Թեհրանում։ Մահմուդ Ահմադինեջադին իսկապես շատ են ներկայացնում որպես շատ լուրջ, շատ բարեկիրթ նախագահ, միշտ դրական են նրա մասին արտահայտվում, իհարկե մի փոքր վերապահում ես կանեի դրա հետ կապված, որտեղ դա այդքան էլ այդպես չի, որովհետև երբ որ հեղափոխությունը եղավ, հեղափոխությունը լինելուց հետո պարբերաբար այնուամենայնիվ փորձեցին մտածել, որ շատ խիստ ծայրահեղացված է կրոնապետությունը, լավ տեղ չի տանում Իրանին։ Փորձում էին ամեն դեպքում դեպի արևմուտք ինչ-որ քայլեր անեն, մեղմացնեն այդ հարաբերությունը արևմուտքի հետ, որտեղ լավ հասկացանք, Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն էր Մոհամմադ Ռեզա Փահլավին, լավ տապալեցիք հասկացանք, մի ինչ եք ընկել մի ասես լարված ձևով, որտեղ իրանք կարծում են, որ կրոնապետությամբ մենակ կարող են իշխանությունը լավ պահել, ժողովուրդը այդքան էլ լավ չի ապրում, խնդիրներ կա եւ այլ, բայց այնուամենայնիվ մենք հիշում ենք, որ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որը Ղում քաղաքում կրթություն ստացած, որը հեղափոխությանը աջակցած, որը շահի ժամանակ բավական տուժած, բան տնկած, կտանքների ենթարկված մեծահարուստ անձնավորություն, բայց նա կրոնական կրթություն ստանալուց հետո այնուամենայնիվ Իմամ Խոմեյնիին էլ օգտելուց բացի փորձում էր ամեն ինչ անել, որ կամաց արևմուտքի հետ հարաբերությունները բարելավել, որտեղ հասկանում էր, որ իր երկիրը այս կրոնապետությամբ, այս ֆանատիզմով առաջ տանելը ճիշտ չի, լինելով կրոնական կրթություն ունեցող անձնավորություն։ Իրանից հետո եկավ Մոհամմադ Խաթամին, դոկտոր Խաթամին, շատ քայլեր էր անում, որ դեպի աշխարհիկ կյանք, շատ քայլեր էր անում այդ ուղղությամբ։ Իհարկե նախագահի լիազորությունն այդքան մեծ չի, որ շատ մեծ բան սպասես, բայց այնուամենայնիվ այդ ուղղությամբ քայլերը բավական մթնոլորտ էր փոխվել։ Բայց դրանից հետո երբ որ եկավ Մահմուդ Ահմադինեջադը,
որը իմիջիայից Խաթամին էլ էր ղում քաղաքում կրոնական կրթություն ստացել, այնպես չի, որ ինքը դրա մեջով անցած չէր, բայց ինքն էլ էր փորձում աշխարհիկ կյանքի հետ կապված շատ լուրջ քայլեր անել, բավական լուրջ մեղմացումներ կային, բայց երբ որ եկավ Մահմուդ Ահմադինեջադը, ինքը փորձեց, այն դեպքում որ ինքը կրոնական կրթություն չուներ, բան էր, տեխնոլոգիական ինստիտուտ ավարտած ինժեներ տղա էր էլի իր համար, բացարձակ կրոնական թեմաների մեջ չկար, բայց ինքը սկսեց լրջագույն խստացումներ մտցնել, ինքը սկսեց ասել, այս հագուստը սենց պետք է լինի, սահմանափակումներ մտցնել, այս անել, վախեցավ, որ երկիրը ձեռքից կգնա, եթե աշխարհիկ կյանքով քայլեր անեն, եւ այդ պարագայում ստացվեց այնպես, որ ինքը նպաստեց, որ այդ կրոնապետությունը մինչև վերջը, հայինքը 8 տարի ա ղեկավարել, հասկացանք, բայց մինչև այս վերջերս էլ շատ դժվարությամբ էին կարողանում այդ սահմանափակումներից դուրս գան, ու այդ սահմանափակումը արեց մի մարդ, որ ընդհանրապես կրոնական կյանքով ապրած չէր եւ դա իր համար չէ, դա ընդհանրապես լծակ էր իշխանությունը պահելու համար, վախենում էին դեպի արևմուտք գնա, երկիրը ձեռքից դուրս գա, եւ ինքը փաստորեն այսօր իհարկե փորձում էին իրան ներկայացնել, որպես ինքը հեղափոխության մարտիկա, որովհետև 1979 թվականին ինքը նոյեմբերի 4-ին, երբ որ մտան իրանական դեսպանատուն, ժողովուրդը մտավ եւ պահանջում էր, որպեսի Մոհամմադ Ռեզա Փահլավիին Ամերիկան հանձնի, որպեսի նրան հերրական մահապատժի են ենթարկել, որպեսի նրան դատեն, բայց նա քաղցկեղ ուներ, հիվանդ էր, վերջապես ստիպված եղավ Ամերիկայից դուրս գա, եկավ Եգիպտոսում մեռավ, մի քանի ամիս հետո եկավ մահացավ, բայց ներկայացնում են նրան որպես հեղափոխական մարտիկ, որ տեսեք ինքը մտել է դեսպանատուն է սարել արել, Մահմուդ Ահմադինեջադի դե նախագահ էր դառել Միչեգովում էին, ինքը այդ ժամանակ ընդամենը 23 տարեկան էր, էլի, այսինքն այդպես շատ լուրջ իջող կարկառուն դեմք չէր, ուղղակի քանի որ նախագահ էր դառել, ուզում են ցույց տալ, որ հեղափոխական արժեքներով եկող մարդ էր, այդքան էլ այդպես չէ, այլ տղա էր իր համար ոգևորված մտել էր դեսպանատու, այսինքն փորձեցին իրանից լեգենդ կերտեն, բայց ինքը փաստորեն մնաց այն հարվածի տակ, այն կրոնապետության հարվածի տակ, որը փորձում էր ինքը ուռճացնելով ներկայացնել, այդ է հարցը։ Երեք ուղղակի չհասցրեցի անդրադառնամ, որովհետև ժամանակը չկար, Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորությամբ պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա սահման եւ Երասխ Նախիջևանի սահման երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման եւ շինարարության ծրագրերը, ինչպես նաեւ ավտոմոբիլային եւ օդային փոխադրումների ոլորտներում համագործակցությունը, պայմանավորվելով շարունակել քննարկումները։ Ինչպես տեսնում եք, ռուսները ինչքան էլ փող ունենան, չունենան, դա անելու են եւ ոչ միայն դա անելու են, այլև դրանով իրենց ներկայացվածությունը ընդլայնելու են Հայաստանում։ Ու պարբերաբար ձեզ հիշացրել եմ, որ այնպես չի, որ ռուսները նոր որոշեցին անեն ու Նիկոլ Փաշինյանը հանկարծակի եկավ։ Նիկոլ Փաշինյանը այդ բաները Ռուսաստանին խոստացել էր շատ ավելի շուտ։ Խոստացել է ոչ միայն Պուտինին, խոստացել է նաեւ Միշուստինին, որի հետ գնաց հատուկ հանդիպեց ինքը։ Դա նաեւ եղել է անցյալ տարի, նոր չի, որ այդ ամեն ինչ է եղել է։ Այսինքն դա էլ ուղղակի իմանանք նրա համար, որպեսզի պատկերացում կազմենք, թե իրականում վիճակը ոնց է։ Այդ մարդկանց ցույց են տալի, իբր թե ուզում ենք ռուսներին հանենք, ուզում ենք կոնցեսիոն պայմանագիրը վերանայենք, ոչ մի բան էլ չեն ուզում։ Ինքը ուղղակի մտածում է, որ իր հույսն ու ապավենը Պուտինն է, որովհետև եթե ինքը Պուտինի հետ լավ է, ռուսամետ ուժերը որևէ շանս չեն ունենա Պուտինին ասել մենք քոնն ենք։ Ինչի համար, ինչին է պետք Պուտինը գլխացավի մեջ ընկնի։ Երբեք Ռուսաստանը չի աշխատում ընդդիմության հետ, ով ուզում է այդ ընդդիմությունը ելնի, նա աշխատում է իշխանության հետ, ով իշխանությունը ելնի, նրա հետ ինքը դնի աշխատի, որովհետև եթե ինքը ընդդիմությանը որպես կարգավիճակ ճանաչի, իր երկրի ընդդիմությունը կասեն, բանանաց ինչ չես ճանաչում, բոլորն արտասահմանյան ագենտ ես համարում, հայրենիքի դավաճան ճշտամի ես համարում, Հայաստանի ընդդիմության հետ ես աշխատում, իրան պետք չի դա, ավելի լավ է իշխանության հետ աշխատի, բոլորը այս տարիներին մտածել է ընդդիմությունը ոնց անեմ Ռուսաստանին, ասեմ ես ավելի լավն եմ, քան իշխանությունը, ասել այ մի ամիտներ, դուք պայքարեք ինձ համար, որպեսզի ես դա վերցնեմ, դնեմ իշխանության դեմը, ասեմ դե հիմա եթե քեզ եմ ուզում դու մնաս, դա գին արժե, դու պետք է ավելի շատ զիջումների գնաս, քան նրանք են առաջարկում։ Եվ սա է, իմացեք մի բան, որ սա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, Պուտինի ներկայացվածությունը ապահովելու հարցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է. «Ես խոսել եմ Պուտինի հետ, կցանկանայի, որ այս պատերազմն ավարտվեր»։ Թրամփը նշել է, որ կցանկանար, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, եթե Ուկրաինայի հարցում համաձայնության հասնեն։ Իհարկե սա լավ է, որ ասում է, բայց հիմա նորից վիճակը իր համար բարդացավ, որովհետև Պուտինը դատապարտում է Իրանին, Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե Պուտինին կարգի չի հրավիրում, հիմա արդեն այնտեղը չի, որ ասի, վայ չէ, մենք օրենքի սահմաններում ենք։ Եթե դու Պուտինին կարգի չես հրավիրում, նոր աշխարհակարգի պարագայում ինքդ խնդիր ես ունենում։ Մանավանդ Չինաստանն էլ հիմա մտածում է, որ բոլոր հետևողական քայլերով Ամերիկան փորձում է մանավանդ նավթի հետ կապված հարցերում Չինաստանի համար դժվարություններ ստեղծի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է. «Ռուսները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել ամերիկացիներին բանակցությունների ժամանակ եւ երբեմն դա նրանց հաջողվում է։ Ամերիկացիների համար դժվար է հասկանալ ռուսական մտածելակերպը, անկախ նրանից, թե նրանք ստում են, թե ճշմարտություն են ասում։ Ես մի անգամ Ջարեդին եւ Սթիվին ասել եմ, Սթիվ Ուիթքոֆը հատուկ բանագնացը, Ջարեդ Քուշներն էլ փեսան Թրամփի, ասացի, ավելի հեշտ է ենթադրել, որ նրանք ամեն անգամ ստում են, այդ դեպքում ավելի հեշտ է նրանց հետ գործ ունենալ, եթե գիտես, որ նրանք ստում են։ Դու վերահսկողություն ես ստանում իրավիճակի նկատմամբ եւ պահպանում նախաձեռնությունը», ասել է Զելենսկին։ Իհարկե մենք էլի այդ շատ հարցերին կանադառնանք նաև Ուկրաինայի հետ կապված, դա չի կարա երկրորդ պլան մղվի, որովհետև ի վերջո դրանով է պայմանավորված նոր աշխարհակարգը։ Ուղղակի Իրանի հետ կապված մեր հարևանն առավել եւս մեր իշխանությունները գործնականում ոչինչ չանելով հասցնում են վատ բան անել մեր դեմ, ոնց որ ակտիվություն այսօրվա իշխանության հետ կապված, որոնք հազարավոր մարդկանց են սպանում եւ տասնյակ հազարավոր մարդկանց բանտերը գցում, կարող ես ուղղակի չխառնվես այդ գործերին, բայց պաշտպանել նրանց, դատապարտել մյուսին, հետո տակից ոնց դուրս գաս։ Ու սա մեզ համար խնդիր է, բայց իհարկե դոր աշխարհակարգը պայմանավորված է ուկրաինական պատերազմով, միևնույնն է մենք հետևելու ենք նաև այդ ամբողջ զարգացումներին։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։